Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին ում կողմը պետք է բռնի Հայաստանը, Իրանի թե Իսրայելի։ Այ բան չեմ հասկանում դրանցից։ Իրանի, որ մեր հարևանն է 100,000 տարի իրար հետ ապրել ենք, մենք իրար հետ խնդիր չունենք։ Մեր անվտանգությունը ինչ որ միտեղ էլ ժամանակին եւ հիմա էլ Իրանն է որոշ առումով իր ճիշտ է իր շահերից ելնելով, բայց ամեն դեպքում մեր այդ բանը Սյունիքի Միջանցքի պահով ինքը շատ դիրքորոշումը շատ խիստ է ու դա լիովին մեր բանի մեջ է։ Մեծանա պատերազմը, ինչ կանի Ադրբեջանը այդ ժամանակ։ Ադրբեջանը կփորձի օգտվել, բայց ամեն դեպքում չգիտեմ ռիսկանի թե չէ։ Ազիզ ջան, ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ ինձ հարց տվեք տնային, երեխեքից, այս կողմից, դա իմ ինչ խելքի բան է, որ ավել պակաս խոսեմ։ Պարզավոր Իրանի հարևան երկիր է եւ այս պահին մենք շատ բան ունենք Պարսկաստանի վրա, քան Իսրայելի։ Կապված ենք դրան։ Իսկ եթե պատերազմը մեծանա, ինչ կանի Ադրբեջանը։ Դեռ պետք է ժամանակը ցույց տա։ Բայց իմ փորձից դե ես այն կողմից եմ Պարսկաստանի հայ եմ, Ադրբեջանը ռիսկ չի անի, որ Իրանին հակառակ մի բան անի։ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին ում կողմը պետք է պահի Հայաստանը, Իրանի թե Իսրայելի։ Շատ դժվար է Հայաստանի համար, բայց ամեն դեպքում պիտի ոչ Իրանին նեղացնի, ոչ էլ Իսրայելին։ Այստեղ հենց հայի, այսպես ասած, իմաստուն միտքը պիտի աշխատի, կարծում եմ։ Եթե մեծանա պատերազմ, ինչ կանի այդ դեպքում Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչպես միշտ ինքը բղտոր ջրում, այսպես ասած, փորձի օգտվել իր շահերը։ Այստեղ մենք պիտի շատ պատրաստ լինենք ամեն դեպքում։ Մենք պիտի շատ իրատես լինենք ու պիտի հասկանանք, որ ամեն դեպքում զգուշանալ է պետք եւ քայլեր անելուց առաջ պետք է 1000 անգամ չափել, որ մեկ անգամ ձև ինչպես ասում են։ Ամեն դեպքում մեզ համար դժվար շրջան է, որովհետեւ Իրանը մեզ հարևան է, համարադաշնակից երկիր է, մենք Իրանի հետ ինչպես ասում են եղբայրական հարաբերություններ են, մենք մտածում ենք, որ Աստված չարաստ է, չի ասնի դրան, ես այդպես եմ մտածում, որովհետև այդ դեպքում սկսում է նոր պատերազմ, որտեղ Հայաստանը ամեն դեպքում չի օգտվելու, որ դեպքում էլ որ լինի, այդպես եմ մտածում, ավելի լավ է, որ չշարունակվի, չզարգանա պատերազմը, ես տենց եմ մտածում։ Չեզոք։ Բնականը Իրանի։ Ինչու։ Որովհետև մեր արյունակից հարևաններն են։ Իսկ ինչ կանի Ադրբեջանը, երբ պատերազմը մեծանա։ Ինչ կանի Ադրբեջանը հայտնի չի, որովհետև նրանց խելքը գնալով գալով է, դե հայտնի չի։ Ոչ մի լավ բան չեմ սպասում։ Իրանի, որովհետև Իսրայելը որպես պետություն չի, պահում են դրան, որպես պետություն Ամերիկան չլի ինչ գործ ունի։ Իսկ եթե պատերազմը մեծանա, ինչ կանի այդ դեպքում Ադրբեջանը։ Օգնելու է Իսրայելին, 100% օգնելու է։ Եթե Ադրբեջանի վերջն ալելու արդեն։ Իրանի։ Ինչու։ Որտեղ մեր հարևան պետությունն է։ Իրանի պարտադիր է։ Դե որտեղ մենք հարևաններ ենք դրա համար։ Իսկ եթե պատերազմը մեծանա, ինչ կանի այդ դեպքում Ադրբեջանը։ Ադրբեջանը կարծեմ Իսրայելի կողմը կթեքվի։ Ոչ մի բան։ Իսկ Հայաստանի վտանգ սպառնում։ Անպայման։ Այս սահմանովից կոդումներն են, չէ՞ մենք ասում։ Եվ բացառում որ մեծ վնաս չհասցնեն եւ Իսրայելը եւ Իրանը։ Կներեք, ես քաղաքականացված չեմ, չգիտեմ, չեմ էլ ցանկանում խոսամ նման թեմաներ։ Հայաստանի քաղաքականությունը չէ, աշխարհագրական։ Աշխարհագրական չեմ կարող ոչ մի բան ձեզ ասել։ Ում կողմը պետք է պահի Հայաստանը, Իրանի թե Իսրայելի։ Իրա կողմը։ Պարշի Իրանի։ Ինչու։ Որտեվ հարևաններ են պլյուս առավելություններ։ Իսրայելը ով է, ուր է, որ մենք հետը կապ ունենանք կամ։ Ինչ կանի Ադրբեջանը, եթե բանի Ադրբեջանը։